Մենք մեր զրույցը շարունակում ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, ողջույն, Բարև ձեզ, շնորհակալություն, պարոն որ Քոչարյան։ հյուրընկալվել եք մեր Բարև ձեզ։ տաղավարում, առաջին անգամ եք, բայց ոնց որ թե այդքան էլ լավ Առիթով պայմաններում չեք հանդիպել։ Դե գիտեք, վերջի 8 տարվա մեջ երբ էլ գային, այնպես չի որ լավ առիթով պետք է։ Հա, հիմա ուղղակի մի քիչ sense թարմ է, էլի զգացողությունները։ Հա, հիմա անցնենք ընտրությունները գնահատելուց։ Հասկանանք ինչ տեղի Պարոն ունեցավ Քոչարյան, հունիսի կարող ենք- 7-ին ու արդյոք սա Նիկոլի Պյուրոսյան հաղթանակը չէր։ Կարող ենք եւ հավելում է Արեգ Նազի հարցին, այս ընտրությունները համարել լեգիտիմ։ Տեսեք, ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի այդպիսին չհամարվի։ Բայց դրա համար առաջինը դա պետքա ֆիքսենք ոչ թե ես կամ դուք, այլ քաղաքական ուժերը, մասնակից, որից հետո արդեն մենք կարող ենք վստահ ասել, որ դա այդպես է։ Այո, հիմքերը կան այդպես ասելու։ Այսինքն որ լեգիտիմ չեն։ Այո, Իսկ քաղաքական ուժերը չեն ասել։ ես չգիտեմ, ես էլ եմ սպասում անհամբեր։ Իսկ զադերժկան ինչու մազես։ Չգիտեմ։ Մենք գիտենք դուք ամեն ինչ գիտեք, Չէ, ճիշտ ես ասած։ երբեք, չէ, ճիշտն ասած, ես երբեք նման պրետենզիաներ չեմ ունեցել, որ ես ամեն ինչ գիտեմ, երբեք։ Գիտեք, ինձ փոքր ժամանակվանից սովորացրել են, որ ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Դե իրենք ասում են, որ սպասում Ի են։ տարբերություն մեր իշխանավորների, որ ամեն ինչ գիտեն։ Դե պաթոլոգիկ բան է, կլինիկական դեր։ Հատկապես վերջին այս իրադարձությունները ցույց տվեցին, որ բացարձակ տիրապետում են Excel ծրագրի։ Հատկապես Հովակիմյան Բայց Վահանը, մաթեմատիկա այդքան էլ լավ չգիտեն, էլի։ ուղղակի տեղ հա իրոք ասենք Excel-ի մեջ 3 հատ թիվ իրար չկարողանալ գումարել, արդեն Ինձ ամենաշատ ասենք բանը, որ դուր է եկել հետ ընտրական այդ Facebook-յան հումորներից, այդ հայտարարություններ, որ մեկը գրել էր, որ անվճար իրականացնեմ Excel-ի դասընթացներ։ մուտքագրման։ Պարոն Քոչարյան, այսպիսի մի հարց, դուք ասում եք, բոլորս էլ սպասում ենք ընդդիմադիր ուժերի պաշտոնական գնահատականի, Մայր Հայաստանի միջայլոց այդ գնահատականը Այո։ տվել է համարելով Դե նոր լսեցինք, կեղծված, այո։ ոչ լեգիտիմ, նոր լսեցինք։ Մյուս ուժերի հետ կապված, ինչով եք պայմանավորվում, ինձ թվում է մանդատներ վերցնել չվերցնելու խնդրի հետ է կապված, որ եթե օրինակ ասեն լեգիտիմ չի, կեղծված է, մրցակցային չի եւ այլն, առաջակալից այդ դեպքում չեք մանդատները վերցնում, թե դա մեկը մյուս հետ կապ չունի։ Չէ, իրենք հետո նաև չմոռանանք, որ ասում են մենք սպասում ենք պաշտոնական տվյալներին արդեն ամսի 14-ին, երբ որ վերահաշվարկը Հասկանալի է։ կավարտվի, կամբողջացվի, նոր դրանից հետո մենք Այսօր հայտարարություններ Նարեկը կանենք։ Կարապետյան հայտարարություն տարածեց, որ դիմելու են Այո։ ին անվավեր ճանաչելու, որից հետո եթե չլինի սահմանադրական դատարան, ոնց որ թե Հայաստան դաշինքը արդեն դիմել է սահմանադրական դատարան, ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Միասնության թևերը դիմել են վերահաշվարկի, այսինքն այնտեղ պրոցեսներ են գնում, շատ բնական պրոցեսներ։ Գիտեք, ես շատ լավ հիշում եմ Հայաստանի բոլոր ընտրությունները, Ապա։ սկսած 1990 թվականի Գերագույն խորհրդից։ Շատ բան եմ տեսել։ Ու այնպես չի որ, հա, մինչև այդ ամեն ինչ, այսպես ասած, վարդագույն ակնոցներով եմ նայել, ամենևին ամեն ինչ էլ տեսել ենք։ Իսկ այսպիսի ընտրություններ բայց- տեսել էիք։ Չէ, տեսել էինք, բայց խնդիրը բայց ուրիշ է։ հիմա քանի որ մենք արդեն 21-րդ դարի երկրորդ քառորդում ենք, նոր տեխնոլոգիաները եկել են օգնության, հա, այս իշխանությանը, ինձ տպավորությունն է, որ արհեստական բանականությունն է Excel-ում այդ բաները գումարել, իրանք օգտագործել են արհեստական, որովհետև քանի որ բնական բանականության հետ վաղուց արդեն ինչ-որ ընդհանրապես կան խնդիրներ, արհեստական բանականությունը երևի գալիս է օգնության։ Առավել ևս որ ֆերմաներ են դրել, չէ, արհեստական բանականության, Այդ ֆերմաները իրանց հետ ոչ մի կապ չունեն։ Չունեն։ Ոչ մի կապ չունեն, այ դա լուրջ է շատ։ բայց կարող են օգտագործել, չէ։ Կարող են օգտագործել։ Պարոն Քոչարյան, բայց եկեք նաև ինքնախաբեությամբ էլ չզբաղվենք, որովհետև այդ մտքի հետ էլ ամեն դեպքում մենք պիտի համակերպվենք, որ օրինակ իմ կարծիքով, սուբյեկտիվ կարծիք է, առնվազն 500
500,000 մարդ ամեն դեպքում ԿՊ-ին ձայն տվել է, առնվազն 500 մարդ։ Ու մենք ապրում ենք այդ մարդկանց շրջապատում։ Հետևաբար, ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել։ Ինչու մենք չենք կարողանում այդ մարդկանց տեղ հասցնել, որովհետև մի ստվար զանգվածի էլ ամեն դեպքում մենք կարողացել ենք ընտրության բերել եւ մեր կոչերով եւ այդ ահագնացող վտանգների մասին զգուշացնելով ու այս ընտրությունները նաեւ աննախադեպ էին իրենց մասնակցության, աննախադեպ չեն, լավ այսպես ասենք, ակտիվ էին իրենց մասնակցության քանակով, մենք քնած տեղից էլ մարդիկ իրոք վեր կացան այդ ծնկած վիճակից գնացին քվեարկության, բայց կան մարդիկ, ովքեր մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանին ձայն են տալիս, ինչու։ Ես հավելեմ, այսինքն կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը գաղափարական ավելի մոբիլիզացված շատ ընտրող ունի, որ ուղղակի գաղափար, ես չգիտեմ ինչ գաղափարի համար, բայց գաղափարական, քան ընդդիմությունը։ Տեսեք, գաղափարական ընտրողներ ունեցել են բոլոր իշխանությունները։ Այդ նաև ոչ իշխանությունները։ Ես շատ լավ հիշում եմ 90-ականներին, օրինակ Պարույր Հայրիկյանի էլեկտորատին։ 15% կար, չէ՞։ Ես չեմ հիշում հիմա տոկոսները, բայց դա այնպիսի գաղափարական կուր էլեկտորատ էր, որ ոչ մի կերպ դու չէիր կարող իրենց ուրիշ բան ասել։ Բացատրել, այո։ Սա միշտ կա, բայց այդ 500,000 ասվածը ինչի հետ ես համաձայն եմ։ Կամ չգիտեմ։ Ես մի 350,000-ի։ Լավ, էական չի, բայց դա լուրջ թիվ է, բայց դա լուրջ թիվ է։ Այդ լուրջ թիվը ունեցել է ցանկացած իշխանություն։ Ժողովուրդ, այդ դրա համար եմ ասում, ես 90-ից ամեն ինչ տեսել եմ։ Այսինքն դա իշխանության ձայներն է։ Մի հատ հիշեք 17 թվականին Նիկոլ Փաշինյանի ելք դաշինքը ինչքան է ստացել, երբ որ ընդդիմություն էր։ 7% էր, ինչ էր։ Եվ ինչքան է ստացել դրանից ընդամենը 1.5 տարի հետո։ 18 թվականի դեկտեմբերին, երբ որ արդեն ինքը իշխանություն էր։ Ցանկացած ՀՀԿ-ն ինչքան է ստացել 17 թվականին, երբ եղել է իշխանություն, եւ դեկտեմբերին, երբ որ ընդդիմություն է եղել։ Նույն, ասենք, ՀՀՇ-ն ինչքան էր ստացել, ենթադրենք 95 թվականին, ու այն ժամանակ Հանրապետություն բլոկ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի նախագահական ընտրություններին, հետո 98-ին ՀՀՇ-ի տարբեր թեկնածուներ ներկայացված էին նախագահական ընտրությունին, 99-ին պարլամենտականին։ Այսինքն մի բան է, երբ դու իշխանություն ես, այդ էլեկտորատը փոխանցիկ դրոշի նման ոչ թե գաղափարական է այս կամ այն ուժինը, այլ փոխանցիկ դրոշի նման դա իշխանությանն է։ Այսինքն իշխանության վարկանիշն է դա։ Այո, դա պաշտոն սիրել, չգիտեմ ինչ, եւ այլն, այդ ամեն ինչն է։ Ինչ ուզում եք անունը դրեք, պաշտոն սիրել, փող սիրել, քծնել եւ այլն եւ այլն, կախվածություն, շատ օբյեկտիվ պայմաններ, ես միայն չեմ փնովում։ Այնտեղ կան շատ բնական պայմաններ էլ, հա։ Այս ամեն ինչը դա իշխանության վարկանիշն է, ոչ թե ԿՊ-ի վարկանիշն է։ Եթե ԿՊ-ի տեղը լիներ ցանկացած այլ կուսակցություն, ցանկացած այլ կուսակցություն, ինքը ունենալու էր այդ վարկանիշը, պլյուս մինուս։ Լավ, հետևաբար ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր է, թե չէ։ Ես օրինակ համար լավատես եմ ամեն դեպքում, նույնիսկ այսքանից հետո համարում եմ, որ իրոք հնարավոր է, որովհետև տոտալ կեղծիքների են գնացել, խախտումների են գնացել, օրինակ եթե չգնային այս խախտումներին, հնարավոր է այդ պայմաններում փոխել իշխանությունը ընտրություններով։ Տեսեք, վերջին օրերին Facebook-ում տարածվեց մի շատ հետաքրքիր տեսանյութ, որտեղ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին եւ այսպես ասած մետադիչկա է ներկայացնում, ինչպես պետք է գործի ընդդիմությունը ընտրությունների ժամանակ։ Իհարկե հնարավոր է, բայց հնարավոր է զուգորդելով այն գործողությունները, որի մասին պատմում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այդ եթերում։ Այսինքն ես հիմա կարող եք հարցնել պետք է վերցնեն, չպետք է վերցնեն, ես գտնում եմ, որ էականը դա չէ, էականը նա է, որ դա պետք է զուգորդվի այն գործողություններով, կրկնում եմ, ես չեմ ասում, որի մասին պատմել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, կետ առ կետ, քայլ առ քայլ պատմում է այդ մարդը։ Երկու կետ ասեք, պարոն։ Չէ, ես չեմ ուզում, թող բացեն, նայեն մեր ընդդիմադիրները, թող բացեն եւ կետ առ կետ, քայլ առ քայլ նայեն ինչա պետք անել։ Որի մեջ մտնում է նաեւ փողոցը։
Հենց փողոցն էլ մտնում է։ Հիմա փողոցի գեներացիան չլինելը, թե նախընտրական շրջանում, թե դրանից հետո հանրահավաքները չեն հաշվում, դա կարող ենք ստրատեգիական կամ տակտիկական սխալ գնահատել։ Ես հենց այդպես էլ գնահատել եմ եւ չեմ թաքցրել դրա մասին, որովհետեւ հաշվի առնելով այն բազմաթիվ ընտրությունները, որը մենք տեսել ենք, տեսեք, խնդիրը այն չի, որ գեներացնեն թե չեն գեներացնի, կամ եթե գեներացնեն, դա ինչ կտա, տեսել ենք վերջի 6 տարին։ Խնդիրը իսկ հետո էֆեկտիվությունը այդ գեներացվածի ինչպես կօգտագործես։ Կապիտալիզացիան, այսինքն։ Կգնաս կաղոթես, թե կգնաս ֆանարիկներով բան կանես, թե կգնաս կնստես, թե կհասնես քո ուզածին։ Դե այդ բոլոր տարբերակները հնարավոր են, միջև չես սկսել։ Այսինքն խնդիրը նրանում չի, որ դա էլ ենք փորձը հնարավոր չի։ Ոչ թե փորձը հնարավոր չի, 18 թվին փորձել են հնարավոր է եղել։ Հիմա ինչ չեմ փորձում։ Հայտա։ Այսինքն այստեղ գիտեք, ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժերի այն պահվածքը, որ դա հնարավոր չի, արդեն փորձել ենք։ Մի անգամ փորձել ես չի ստացվել, երկրորդ անգամ փորձի։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2007 թվից իմպիչմենտով պայքարել է։ Ու շատ ցածր տոկոսներ ստանալով, յուրաքանչյուր ընտրությունների մասնակցելով եւ այլն եւ այլն։ Ես հիշում եմ, որ իրենց հավաքներին նույնիսկ այնքան քիչ մարդիկ էին հավաքվում, որ ստիպված մի հատ էլ մեքենա էին դիմացից դրել, որ գնար, մի քիչ բան էլի, սենց հոսք մարդաշատություն ցույց որ տային էլ, մի քիչ ավելի երկար ծավալուն լիներ իրենց երթը։ Այդ հասկանալի օրինակ Գյումրու ընտրությունների 1%-ից պակաս էին հավաքել 17 թվականին, բայց դրանից հետո ասենք հավաքեցին հազարավոր ձայներ, դա խնդիրը դա չի։ Պարոն Քոչարյան, լավ, այդ դեպքում հարց է առաջանում, հա, շատերի մոտ հարց կառաջանա, իմիջիայլոց նույն տեխնոլոգիայով 12 թվականին Բիձին Այվանեշվիլին եկավ իշխանության, իմիջիայլոց Սաակաշվիլու իշխանությունը պակաս ավտորիտար չէր, պակաս չէր տիրապետում։ Դες դրա վրա էլ եթե հիշում եք ինչը տրիգեր դառավ Վրաստանում, խոշտանգումներ եւ այլն եւ այլն։ Այո։ Բայց հավաքեցին մարդկանց, եթե չեմ ասում 40,000 մարդ հենց գիշերը հավաքել էին, ասին եթե կեղծես, վատ կլինի։ Այո։ Նույն Նիկոլ Փաշինյանը դրա մասին պատմում է իր բերանով։ Այսինքն կարծում եք, որ այդ ընտրության գիշերը, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 2-ին էր, քանիսին էր շտաբ ասուլիսը հրավիրեց, դեռ հաշվարկը ընթանում էր, ընդդիմությունը իր պատասխան գործողություններ պիտի իրականացներ, օրինակ կոչ աներ մարդկանց հավաքվել կենտրոնական ընտրական ազգանունի մոտ։ Կոչ պետք է աներ, դրա օրինակը եղել է 96 թվականի նախագահական ընտրություններին։ Արա Սահակյանի գլուխը Չէ, այդ խոսքը դրա մասին չէ։ Խոսքը մինչև այդ գործողությունները նրա մասին էր, որ Վազգեն Մանուկյանի շտաբը ալտերնատիվ կհստեղծեց հրապարակում, ազատության հրապարակում, հաշվում էին, որտեղ ամեն ընտրատարածքից գալիս էր թիվը, գումարվում, գալիս էր դրա մասին բարձրաձայնվում, այսինքն գնում էր զուգահեռ հաշվարկ։ Բայց արդյունք տվեց։ Այսինքն դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի ժամը 2-ի հայտարարությունը դա պետք է արվեր երեկոյան ժամը 8-ից, երբ փակվում էին ընտրատարածքները։ Եվ արդեն պարզ էր, որ պետք է հաշվարկների արդյունքները արդեն կամաց գան։ Բայց արդյունք տվեց այդ գործողությունը։ Իհարկե արդյունք տվեց։ Այլ հարց է հետո ինչպես դա կարողացան նյութականացնել կամ չնյութականացնել։ Այլ հարց է, բայց լեցուն հրապարակ էր այդ ժամանակ։ Այո, բանի փողոցի գեներացիա եղավ շատ հզոր։ Այսինքն կարող են հրապարակում ուղղակի ձեր ասացի նման դնել, հաշվել, այլ ընտրանքային հաշվարկ տանել էկրանների վրա։ Այսօրվա հանդիմությունը այդ հնարավորությունը ունի, դնի մեծ օրինակ մոնիտոր հրապարակում։ Մարդիկ հավաքվեն, ժամանակակից տեխնոլոգիաները մեզնան օգնեն։ Այդ դեպքում իմ մոտ բան առաջացավ էլի, այդպես միտք, հենց այդ ասուլիսի ժամ, ասուլիսի էլ չի, մի 2 րոպեանոց ելույթ էր Նիկոլ Փաշինյանը, հելավ այդ 2 րոպեի մեջ տեղավորեց, որ սրան անստացնելու կզսնելու է։ Կարող է դա ինչ որ մեսիջ էր։ Որ ինչ։ Չէ, ասեց նստացնելու եմ սրան։ Դա առաջի անգամ չէր ասում ինքը։ Ամբողջ նախընտրական շրջանում այդ 3 հոգու անունը անընդհատ տրվել է։ Հիմա էլ է տալիս։ Եթե չեմ շուտում այսօր էլ ասել։ Դա կարող է ասենք ինչ որ փորձում է դրանով փողոցը
դատարկ պահել էլ, այդպես ասեմ։ Փողոցի հոգեբանությունը լրիվ այլ է։ Այսինքն Երբ դու գեներացնում ես փողոց, փողոցին վախացնելը շատ բարդ է, խոսքերով։ Չէ, այստեղ բուն լիդերների մասին է խոսքը, էլի։ Ժամանակը ցույց կտա։ Այսինքն, չէ, դատելով Նիկոլ Փաշինյանի այդ հակումներից մարդկանց նստացնելու, էլի Անդրանիկ Թևանյանին հիշեցի, ընդրաշավի կեսից մարդն տարավ այս բանով ամբագորգոր գործով նստացրեց, ու ասենք հերու չի իրանից, էլի որ անկապ ինչ-որ մի հատ թեմայով բռնի նստացնի, էլի դա ամենևին հերու խոչընդոտող հանգամանք է։ Չէ, դա խոչընդոտող հանգամանք չի ու դա հենց դրա համար էլ դա վախեցնող էլ չի։ Այսինքն նոր չպետք է, հա, դրա մասին էս 8 տարիա բոլորը գիտեն, 8 տարիա տեսնում են այդ բռնել, բաստողել, եւ պետք է իրան վախացնել դրանով, բայց դա արդեն չի աշխատում ինձ թվում է, էլի։ Այնուամենայնիվ դա չի որ աշխատում է։ Ես օրինակ զարմանում եմ, տեսեք, ավարտվեց ընտրությունները, չէ՞։ Ընտրությունների հետ ավարտվեց իշխանական պոպուլիզմը։ Հա, Այսօր իհարկե։ Այսօր արդեն թանկացումների մասին է խոսքը։ Այսօր ակցիզային հարկերն են թանկացրել, ծխախոտը թանկանալու է, շատ արագ։ Խմիչքը թանկանալու է, դիզվառելիքը թանկանալու է, բենզինը թանկանալու է։ Այս ավարտվել է։ Ես հատուկ ֆիքսել եմ անմիջապես ընտրությունների հաջորդ օրը պարեկները, որոնք վերջի մի քանի ամիսներին ոչ մի մեքենա չէին կանգնացնում, բավականին ինտենսիվ սկսել են կանգնացնել մեքենաները։ Ես այս էլեմենտար կենցաղային բաներից սկսած, վերջացրած, հանձնաժողովի նախագահ, հանրային այդ ծառայության հանձնաժողովի նախագահ ասում է, որ էներգակիրների թանկացումը, այսինքն պատրաստում է արդեն թանկացման, էներգակիրների թանկացումը մեզ չի բերի մութ ու ցուրտ տարիներին, այսինքն թանկանա, բայց մութ ու ցուրտ տարիներ չեն գա։ Հարուստը կտականա, աղքատն կմրսի։ Ես զարմանում եմ, այսօր պետք է ընդդիմությունը այսպես դրոշակներով մենակ այդ թանկացումներից ու այդ հակապոպուլիստական քայլերից, այսինքն ինչա խոսք տվել, ինչա անում։ Դե մարդը ասում է 10,000 թոշակ եմ բարձրացրել, չգիտեմ, բուժօգնությունը ծրի եմ դարձրել։ Դե հիմա մի քիչ թանկ վճարեք էլի բենզինի համար։ Իմիջիայլոց թող վճարեն, եթե ուզում են։ Դե ուզած պետք է վճարեն։ Չէ, ուզած պետք է վճարեն։ Իրականում խնդիրը բավականին լուրջ է, որովհետև ինչու կարող էին չէ համբերել գոնե մի քիչ անցնի, որ այսպես ափալ-թափալ։ Բայց փող չունեն, պարոն Քոչարյան։ Փող չունեն, որովհետև եկել է այն ահռելի պարտքերի տոկոսները սպասարկելու ժամանակը, փող չունեն, Ռուսաստանը բավականին լուրջ սանկցիոն միջոցառումներ է կիրառում Հայաստանի հանդեպ եւ փաստացի զրկում է այն մեծ թթվածնի այդ խողովակից, որից բոլ օգտվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին, ամեն առումով, սկսած շուկայի մեծության, շուկայի վերջացրած նույն Ռուսաստանի դեմ սանկցիաների արդյունքում սանկցիաների արդյունքում զուգահեռ այդ իմպորտ-էքսպորտի հարցով եւ այլն։ Այդ երկնիշ տնտեսական հաշվով խոսում էր դրա արդյունքում։ Դրա արդյունքներ իհարկե դրանից ոչ մեկ չեն թաքցրել, նույն Եվրոպան շատ լավ իմացել է դրա մասին, որովհետեւ դա միայն Հայաստանը չի եղել, այդ զուգահեռ էքսպորտով Ղրղստանն էլ ազբաղվել, գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև ոչ ԱՊՀ երկրները, օրինակ Էմիրատները եւ այլն։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ, որ մի փոքր ավելի ծանվալուն անդրադառնանք կոնկրետ Անդրանիկ Թևանյանի գործի վրա, որովհետև խոսեցինք ռեպրեսիաներից, այդ թվում նաև Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ փուլից առաջ, բայց Անդրանիկ Թևանյանի գործը նաև աննախադեպ էր այն առումով, որ
փաստորեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի երկրորդ համարին եւ Մայր Հայաստան կուսակցության նախագահին, որը նաեւ Մայր Հայաստան խմբակցության ավականու ղեկավարն է, դեպ ավականին արդեն 2 տարի անընդմեջ առաջին տեղները սթարցումների զբաղեցնում, այսինքն բավականին բարձր վարկանիշ ուներ։ Հենց նախընտրական շրջանում քվեարկությունից 2 շաբաթ առաջ կալանավորեցին այն էլ այդպիսի հիմար մեղադրանքով։ Ըստ ձեզ ո՞րն էր պատճառը, ի՞նչն էր նպատակը։ Ինչն էր նպատակը, ես չեմ կարող ասել, որովհետև այս իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն ես վաղուց արդեն սկսել եմ չփնտրել, որ հասկանամ ինչն էր նպատակը։ Բայց այն, որ այս իշխանու Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկնում է 100 տարի առաջ իրականացրած մի ճանապարհ, խոսքը իր գոլեգա լրագրող Մուսոլինիի մասին է, որը շատերը մտածում են, որ Հիտլերն է ֆաշիզմի հիմնադիրը, բայց իրականում ֆաշիզմի հիմնադիրը Մուսոլինին է, որը եղել է լրագրող, լրագրողից եկել դառել է քաղաքական գործիչ, եկել է իշխանության եւ իրականացրել է, որ եթե նայեք, պարզապես նայեք ինչ քայլեր է արել Մուսոլինին, դուք կտեսնեք, որ absolut կրկնվում է այդ ամեն ինչը։ Նո հետո Մուսոլինին վատ ավարտեց իրականում։ Ամեն դեպքում այս գործի շրջանակներում, այսինքն ինչի էր ուզում հասնել։ Ես չգիտեմ, ես ասել եմ արդեն, այս իշխանությունները այնքան անտրամաբանական կամ գուցե իրենց համար տրամաբանական բռնաճնշումների են ենթարկել տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական ուժերի, ոչ քաղաքական Եվ շարունակում են ենթարկել։ Եվ շարունակում են ենթարկել, որ ես վաղուց արդեն ոչինչի վրա ոչ զարմանում եմ, ոչ էլ փորձում եմ բացատրել այդ քայլերը։ Ինչի մասին քիչ առաջ ասեցի։ Պարոն Քոչարյան, այդ բռնաճնշումների շրջանակներում նաև կուսակցություններ ու ԶԼՄ-ներ են մտնում, ինչքան հասկացա, վերահսկողության ինչ որ իրականացնելու տրամաբանությամբ վաղուց էին խոսում, հա, ասենք այս ԶԼՄ-նով է ֆինանսավորում, միա ցույց տվեք, վերահսկենք եւ այլն նույնը կուսակցություններին։ Իրենք սա բացատրում են որպես ինքնիշխանության, չգիտեմ, անվտանգության ուղղված քայլեր, բայց իրականում հասկանում ենք, թե ինչ են անում։ Միջայլոց այսօր մեր գիտակներից մեկը Հայկ Ղազարյան, մեր ամենալավ գիտակներից մեկն է ինքը, գրել էր, հենց այստեղ գալուց առաջ կարդացի, գրում է, ասում է, տեսեք, ինչպես կարելի է գնահատել, երբ Հայաստանը իր արտադրած ամբողջ իշխանը ինքն է սպառում, որովհետև ձկնարդյունաբերության վրա է սանկցիա դրած Ռուսաստանի կողմից, ու ինքն էլ պատասխանել էր, դա կոչվում է ինքնիշխանություն։ Այս ինքնիշխանությունը դա է, երբ դու քո իշխանը սպառում ես ամբողջովին։ Բայց դա չի նշանակում, որ ոչ միայն թանկացումների պետքա պատրաստվենք, այլ նաև պետքա այդ լրատվամիջոցները, կուսակցությունները պատրաստվեն կալպակի տակ հայտնվելու։ Ինձ թվում է պատրաստ են, իսկ ով պատրաստ չի։ Ես եմ։ Ինձ թվում է համենայն դեպս ցանկացած մարդ, ով վերջին 7-8 տարիներին ապրել է Հայաստանում, այնքան բան է տեսել, որ պատրաստ չլինելը միամտություն է, առնվազն։ Պարոն Քոչարյան, լավ, հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինչ գործողություններ, ինչ քայլեր պիտի հիմա անեն քաղաքական միավորները եւ ինչ պիտի անի քաղաքացին, ով անկեղծորեն ուզում է, որպիսի այս չարաբաստիկ իշխանությունները հեռանան, գնացել է, մասնակցել է քվեարկությանը, բայց փաստորեն սրանք ստացվում է, որ էլի առնվազն մի քանի տարի պիտի մնան։ Ինչ է մեզ սպասվում եւ ինչ պետք է անեն քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը եւ սովորական քաղաքացին։ Քաղաքական ուժերը պետք է հնարավորինս միասնական պայքարեն։ Դրա մասին արդեն ես վաղուց հոգնել եմ արդեն, այնքան եմ ասել։ Մի ժամանակ նույնիսկ ինտերվյու չեք տալիս, հենց այդ տրամաբանության շնորհակալ։ Հենց այդ պատճառով շարունակում եմ կրկնել, որ դա պարտադիր պայման է,
Ես մեռա ասելով, ես մեր քաղաքական ուժերը ոնց որ անգամ բան ժողովրդական առակները չեն կարդացել, բերել եմ օրինակ այն հայտնի փայտեր ջարդելու եւ հայրը ցախերը մեկ կոտրում է աչքների առաջ, հետո տալիս է իրար հետ ասում է փորձեք կոտրել։ Այսինքն բաներ կան, որ երեխա ժամանակվանից կարծես թե պետք է որ մարդիկ իմանան։ Բայց չգիտես ինչու Դե չէ, նախանձը չկամությունը բան աշխատում է։ Միասնական գործեր ասելով ինչ նկատի ունեք, ինչ պիտի անեն։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որովհետև բավարար պայմանը այնուամենայնիվ պետք է լինի լիդերություն դրսևորելը, որովհետև երբ մարդը մտնում է քաղաքական պայքարի, այդ թվում հատկապես երբ ընդդիմադիր դիրքերից է մտնում, ինքը պետք է պատրաստ լինի նրան, ինչին պատրաստ էր օրինակ Նիկոլ Փաշինյանը պարկել ավտոբուսի անիվի տակ, վազել, քայլել Գյումրիից Երևան, ինչ ես չեմ կարող հիմա ասել, ես ասում եմ այն ինչ որ ինքն է արել։ Մենակ գլուխ կոնձի չի տվել, բայց Էդ էլ է տվել։ եթե պետք լինի գլուխ կոնձի տվել է, բառացի։ Ես չգիտեմ, բառացի ինչ է արել, հա, պերոշկին կերել է, ձեռները քսել է, շորերին է տարել է, հետևը քորել է։ Ուզում եմ ասեմ, մենք ամեն ինչ տեսել ենք, հա։ Հիմա ես նորից եմ կրկնում, անպայման չի անել այն, ես բերում եմ այդ օրինակները։ Հա, բայց անպայման չի կրկնել։ Ես կարծում եմ այս հասարակության այն հատվածի մոտ, որը դեմ է այս իշխանություններին, կարծում եմ ստեղծագործ մարդիկ դեռ կան։ Այդ թվում նաև ստեղծագործ երիտասարդներ շատ կան։ Պարոն Քոչարյան, միգուցե խնդրեմը այն է, որ գործող իշխանությունը իրեն ավելի շատ ընդդիմություն է զգում ու գործում է որպես ընդդիմություն, իսկ ընդդիմությունը գործող իրեն ավելի շատ իշխանություն է զգում։ Իհարկե դա էլ կա, Դերենիկ ջան, դա էլ կա, որովհետև տեսեք, հռետորաբանությունն էլ էր այդպիսին։ Ամբողջ մինչև հիմա 3 անգամ Նիկոլ Փաշինյանը լինելով գործող իշխանություն տանում է նախընտրական կամպանիա, 3 անգամ նա տանում է ընդդիմադիր, հա, դիրքերից գործող կուսակցության նախընտրական կամպանիա։ Այսօր մուննաթա գալիս թե դատարանները կոռումպա ախպեր է դու ընդդիմություն ես թե ով ես։ Այն որ ինչ եմ ասում Մուսոլինիի ճանապարհը, հա, որ սեր եւ հանդուրժողականություն քարոզող 18 թվականի Նիկոլ Փաշինյանը, որը Արցախը համարում էր Հայաստան եւ վերջ, որը ձեռները կտրեիր ոչ մի ընտրախախտում չեր անի, որը եւ այլն, սենց գիտնականության պատի տակ կանգնում, ինքը չի թողել ժողովրդավարության, ժամանակակից ժողովրդավարության հիմնական հիմքերը քանդելա այն պահից, երբ որ քանդելա իշխանության 3 ճյուղերի բաժանվածության, երբ որ ասելա ես ուզում գլուխը թե ինչ պատով կտային դատավորը, ես ասես մի հատ պատերի տակ վնգստացող դատավոր, կա պատերի տակ վնգստացողը դա վիրավորանք է, բայց որ չի անի չկա այդպիսի դատավոր, որ իմ հրահանգը չանի։ Հա, այսինքն, բայց դու ով ես, դու գործադիր իշխանության ղեկավար ես, դատական իշխանությունը իրական ժողովրդավարական երկրներում որևէ կախվածություն չունի։ Անձեռ մխելի է գործադիրից։ Այստեղ ոչ կա օրենսդիր իշխանություն, ոչ կա գործադիր, ոչ կա դատական իշխանություն, այդ ամեն ինչը կառավարվում է մեկ հոգու կողմից, գործադիր իշխանության ղեկավարի կողմից, եւ այստեղ արդեն խոսալ նրա մասին, որ ժողովրդավարությունը անիմաստ է այդ պայից սկսած։ Այսինքն ընդդիմությունը պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ չկա ժողովրդավարություն, ամեն ինչի պետք է պատրաստ լինի, ու հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով դուրս կա փողոց։ Ու թող ինձ չբերեն օրինակներ, որ ինչ որ երկրներ համարում են ժողովրդավար, որովհետև մենք այդ երկրների թե գործողություններն ենք տեսել, օրինակ ինչպիսի հարաբերություններ ունեին Քադաֆիի հետ, ինչ արեցին նույն Քադաֆիին, հա, օրինակ ինչ է ասվել ժամանակին, չեմ հիշում Պոլ Պոտի հաշվով ասել, թե Տրուխիլյոն երևի, չէ, это сволочь, но наша сволочь, Տրուխիլյոն էր եթե, չեմ հիշում, հա, այսինքն իրանք գիտեն ով է, բայց այդ իրանցն է, եւ այլն, այսպիսի բաներ, որը որ բաց է։ Մենք հո գիտենք դա ոնց է արվում։ Եթե ձեռը տալի
Այս դեպքում կասեն ժողովրդավարա, ձեռ չի տալի, կասեն ժողովրդավարա։ այնպես կասեմ, որ ասենք Քրտնի Նիկոլ Փաշինյան, այս դեպքում կարծես դերերը փոխվել են, օրինակ Ռուսաստանից ես առաջի անգամ լսեցի, որ նման խիստ գնահատականներ հնչեին ընտրությունների հետ կապված։ Օրինակ ինչ է կակնկալում այդ գնահատականներից հետո ինչ քայլեր կանի Ռուսաստանը պետք է հնարավոր է չճանաչի։ Սա վտանգավոր է թե վտանգավոր չի։ Կճանաչի թե չէ, ըստ ձեզ, պարոն Քոչարյան։ Ես ճիշտն ասած Ռուսաստանի մասին է խոսքը։ Դե, հա, իրենք են։ Ապա դիտորդներն ասեցին, օքեյ է։ Ռուսաստանին ես վաղուց արդեն նույն ձև ոնց որ մեր իշխանություններին չեմ փորձում տրամաբանություն գտնել, որովհետև այդ պետության ղեկավարությունը ինչ որ պահից սկսած բացառապես իր շահերով է առաջնորդվում, ինչը ես չեմ մեղադրում։ Հա, բայց լավ է։ Ցանկացած նորմալ է, ցանկացած։ Նույնը դա վերաբերում է Միացյալ Նահանգներին, նույնը վերաբերում է Ֆրանսիային, Չինաստանին եւ այլն եւ այլն։ Բայց ես չեմ հասկանում ինչ կարող է անել, հա, որովհետեւ ինձ թվում է, որ վերջին 100-150 տարիների ընթացքում երկու հոգի են հասկացել կամ քիչ թե շատ հասկացել ընդհանրապես հա ռուսական մենտալիտետը հոգեբանությունը թվում նաև ռուսական քաղաքականության գործողությունների մենտալիտետը դա մեկը եղել է Բիսմարկը, մյուսը Քիսինջերը։ Ըստ իս ես այնպես չի որ շատ վաղուց էր Բիսմարկին որ կարդացի sense անընդհատ քանի որ ես խորհրդային միությունում եմ ծնվել եւ ինչ որ ժամանակ մեծացել կրթություն ստացել հետո կողքից տեսել եմ Ռուսաստանը այն ինչ որ ինքն է նկարագրում իր ցիտատներով հա այդ ֆանտաստիկա է ինքը ոնց է ուսումնասիրել էլի ասենք այդ իր հայտնի ցիտատն է որ ես գիտեմ 100 մեթոդ արչին բնից հանելու, բայց չգիտեմ ոչ մեթոդ նրան հետ ուղարկելու։ Այս դրա համար փորձել գտնել ռուսական գործողությունների տրամաբանությունը եւ առավել եւս փորձել հասկանալ իսկ ինչ կանեն։ Դե հիմա մերոնք ես առիթ ունեցել եմ ասելու Ռուսաստանը կարող է դիապազոնը այնքան մեծ է կարող է ոչինչ չանել եւ կարող է SVO անել այս դիապազոնի մեջ ինչ ասես կարող է անել ու մերոնք զբաղված են արչին բնից հանելու գործերով բզբզում ենք էլի ասում հա այդ տպավորությունն է իրանց համար ասենք զբաղմունք հա էլի բայց որ հելավ արդեն Պարոն Քոչարյան լավ հիմա ըստ ձեզ մենք մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ իշխանություն փոխելու հնարավորություն ունենալու ենք թե չէ Թե պիտի սպասենք մինչև մյուս ընտրություններ, եթե իհարկե երկիրը ձգի միջի դա, նորից կրկնեմ, հնարավորություն միշտ կա, խնդիրը էֆեկտիվ գործողությունների մասին է, ընդամենը։ Կլինի են էֆեկտիվ գործողությունները, շանսը կիրականացվի, չեն լինի, շանսը հերթական գործողությունների նման կմարի։ Իսկ ակնկալիք ունենք, որ կլինեն նման գործողություններ հաշվի առնելով իրերի իրավիճակը եւ խաղացողներին, պարոն Քոչարյան։ Եթե խոսքը իմ մասին է, ես այսպես ասեմ, հա, ես հույս ունեմ, ակնկալիք չգիտեմ։ Հույս ունեք, հասկանալի է։ Այսպես հույսով լեցնել ուրեմն ավարտենք մեր ոդկասթը, քանի չփչացրել մեր կալվելու համար։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ այսօր մենք հյուրընկալել էինք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, խոսեցինք հետընտրական իրավիճակից, հնարավոր զարգացումներից։ Այսքանը մեր էջերին ամեն դեպքում հետևեք, լայքեք, տարածեք, կոմենտեք 7 օրին ու միանանք ու միացեք որ փոխենք այսքանը